խոսենք մի հատ Լևոն Տեր-Պետրոսյանից եւ անցնենք արդեն կարևոր թեմաներից։ Ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը տեսակ որ միացավ, այսպես ասած, սրբազանին, ես չգիտեմ դրանից բետար անառակ որտեղ կա, քան այդ սրբազանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը իրան միացավ։ Նիգադիայի, որի ժամանակ կար Վանոս Իրադեղյան, կային շատ նիգադիայներ, դուք հիշում եք ինչ էին անում ոստիկանները, ինչքան մարդ ծեծեցին, ինչքան մարդ խփեցին, պալկովնիկներին որ խփին, հիշում եք բոլորդ։ Իրանից սկսեց ընտրությունները խաբելը, հիշում եք։ Ես այն օրերն եմ անցել Լևոնի ժամանակ, այդ ընտրության ժամանակ, որ 6 հոգի մտնում էին, 200 հոգի մարդ են կանած, սաղ վախեցան։ Ասում այս 6-ից խի վախեցաք, այսքան մարդը, ասում դες փոքր է, ասում Գորջյան, սաղի ձեռը էլեկտրաշոկ է։ Տենց էին ընտրությունները անցկացնում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Ոնց էին խլում են վաղտ օբյեկտները ձեր մարդկանց ձեռներից, արա այն վաղտեն ինչ օբյեկտ։ Մի հատ թեթև բաներ բացը վերջինը դրել էր, հա, էդ էլ էին գալի խլում եւ այլն, հո ես գիտեմ։ Կստати Արտակ Ղուկասյանը բոլորը շատ լավ ճանաչում եք, հա, իրանց օբյեկտել այն ժամանակ Արտակ Ղուկասյանը, հա, բանն էր, հա, եկան խլին գրուպը։ Կա Արմեն Մարտիրոսյան, Անտարես Արմեն, որը իմ ընկերն է ու իր նման մարդը ինքը միատն է Հայաստանում, որ ես իմ հնարավորություններն ուներ, ես իրան 20 հատ ծիվախրանիցի կտայի, թիկնապա կտայի։ Ու կպայի մի հատ ռեզինի կադրեն, որ այդ մարդուն բան չլինի, որովհետև ինքն է կրթում։ Այսօրվա օրով ինքը այն հազվագույն միակներից է, որ ինքը կրթություն է տալիս Հայաստանին։ Բայց Արմեն Մարտիրոսյանը Լևոն Տեր-Պետրոսյանը պատրիստկա է անում, հա, ինձ էլ զանգեց, մի քանի բար խոսացինք եւ այլ։ Ես իրան հասկանում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանը իրոք ինտելեկտուալ է, բայց ինտելեկտուալ նիգադյայ, это мне не подходит. Հա, մենք Արմենի հետ ես Երևան գամ, մենք մի օր կմտնենք հեռուստատեսություն, իրար հետ բան էֆիր կանենք, հա, ես իմ փաստերը կդնեմ, ինքը իր փաստերը կդնի, ել եմ ասում, ինքը ինձ եղբոր նման մարդ է։ Բայց հիմա հավատացել է նրան հեռուստատեսությունով մի հատ դիսկուսիա կլինի, թող ինքը իրան ասի, ես հիմա ասեմ, տեսնենք ով ճիշտ դուրս կգա, եթե ինքը ճիշտ դուրս գա, աստված դա բան չունեմ ասելու։ Լավ։ Հիմա խոսեմ նորից Մխիթար Հայրապետյանի մասին, մեր IT տեխնոլոգիայի նախարարի մասին։ Ժողովուրդ ջան, իհարկե ինքը դա այդ գումարը չի ներդրել, հա։ Գիտեք բոլորը ով է ներդրել գումարը եւ այլ, բայց հավատացեք, իմ աչքի դեմ այնքան տեղ եմ եղել, այնպես պրոյեկտներ են տապալվել, շատ անգամ չուզելով, չեմ ուզեցել այդ պրոյեկտերը տապալել են ուղղակի։ Շատ անգամ չեն հասկացել, ուրիշ նախարարը չի հասկացել, այս ինչ ընդհանրապես տապալելա։ Մի հատ նախարար կար, անունը չեմ ուզում ասեմ, հիմա ինքը վատ մարդ չի, ուղղակի, հա, որ ինքը ինձ ասեց, Գորջյան, նախարարը բան չի որոշում։ Տեսար, որ որոշում է եղբայր ջան։ Ու հիմա 500 միլիոնի ներդրում եղավ IT տեխնոլոգիայի մեջ։ Սերունդ չէ, սերունդներ են զարգանալու, կրթվելու, աշխատելու, բարձր աշխատավարձով, բարձր տեղ, ռեգիոնում տես բան չկա, Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Վրաստան, Ռուսաստան, չկա, Հայաստանում է դա բացվում, սերունդներ են կրթվելու ու աճելու, լապատկի գործով չէ, ես շատ հարգում եմ, ով բանվոր է աշխատում եւ այլ, բայց բոլոր բանվորները թող ասեն, կուզեին չէ, որ իրանց երեխեքը տենց տեղ աշխատեին, IT տեխնոլոգիաներում բարձր աշխատավարձով ու մակարդակը ինչ լիներ։ Հա, Մխիթար Հայրապետյանը դա արեց։ Պարոն Հայրապետյան, պրոստը բրավո, դուք բրավո։ Ես ասելու բան չունեմ, ուղղակի մի հատ բան ասեմ, Ժողովուրդ ջան, այս լուրը որ գրեցի, թե ես, թե ուրիշ մարդիկ եւ այլն, տակը կոմենտներում, այ լավելի գոր, ես ինչ ես, ու սենց, փնովում են։ Ժողովուրդ ջան, անպայմանակ գերեզմանի մոտ նկարվեմ, Facebook-ի համար էի գնացել գերեզմանը, նկարվեմ, քսեմ Facebook, բնայեք ինչքան սուք եմ, սուքա, ցավում է։ Այդ դրան ենք սովոր։ Մենք իրոք դրան ենք սովոր, որովհետեւ ես մի հատ ջոկատում էի պատերազմի ժամանակ։ Ջոկատի երկը գիտեք որն էր։ Ադանայի ողբը։ Կոտորածն անգութ հայերը թողլան, անապատ դարձած շքեղ Ադանան։ Արա այդ երկով ես ոնց բոյ մտնեմ, ուզում ես նստես լացես։ Այդանք մեր վիշտը հերիքա։ Լավ նորությունին կարողացեք ուրախանալ, Ժողովուրդ ջան։ Դա լավ նորություն է գալի, էդ էլ եք մեջ բանանում, խաշմե գրախ, ուտես չի։
Այո, ստացվեց։ Այն բանը ստացվեց, որը անենց անսպասելի բան էր։ Кстати, դրա մասին ես գիտեի, բայց что переговоры идут и так далее, эфирում չէր կարելի ասել, потому что все велось очень сложно, очень тайно. Բայց որ եղավ անենց արագ, ես չի պատկերացնում, որ տենց արագ կլինի։ Անգամ ես չգիտեի, որ տենց արագ կլինելու։ Արա եղավ։ 500 միլիոնի ներդրում IT տեխնոլոգիայի մեջ բացվում է մի հատ անենց բան Հայաստանում։ Գիտեք ռազմաարդյունաբերությունն չէ, գիտեք այս բանը։ Ժողովուրդ ջան, այդ բիսպիլոտնիկը կտրած փետ չի, սամոլյոտի ձև սարկած վրան մոտորը կախած տակը գրանատ ինքը թրավ գնաց տրակեց, չէ։ Այդ բիսպիլոտնիկի թևը որ բացում ես, մի քանի հատ գրպանիկ կա ամեն թևի մեջ։ Այդ գրպանիկների մեջ անենց շիպեր են։ Անենց բաներ են դրած։ Մեկը связь, մեկը антиглушение, մեկը S մեկը, մեկը N մեկը, ու sense բաներ։ Այն մեկը թևի մեջ էլ слежение за целью и так далее։ Այդ ամեն ինչը մեզ պետք է։ Ու դա բացվել է Հայաստանում, բացվում է 26 թվականից սկսելու է աշխատել։ Այդ չիպերը, այդ բաները, որ կարանանք մենք արտադրենք, մենք դնենք մեր բիսպիլոտնիկ, բացի բիսպիլոտնիկից 1000 բանի մեջ, գրանցդանսկի էլ է գնալու։ Մենք այդ հնարավորությունը ստանում ենք։ Ես արտակ այդ խոսել եմ բանը պրիմո էֆիրում, հա, մի հատ էլ ասեմ, Ժողովուրդ ջան, դուք չեք պատկերացնում մի հատ չիպը չարելու համար, բերելու համար, ասենք մեր ֆիրման որ բան անում։ Ինչ դժողքի ճանապարհ ենք անցնում ընդեղ, չերես, որ հասնի մի հատը։ Եթե դու հանգարց օպտը վիզակաց տվեցիր, մոռացիր հագասախ։ Համարդ Հայաստանում է դա լինելու։ Ուրախացեք դրան։ Մի ասեք Գերունիի բանը տելեսկոպը, մի ասեք տենց բան։ Ամեն ինչ իր հերթին։ Էս եղավ, եկեք սրան ուրախանանք։ Գերունիի տելեսկոպը իր հերթին։ Թող լինի, ես ուրախանամ։ Չկա, լավ, այնի շատ տխուր է, բայց էսի ուրախանալու բանը։ Կամ բանը մուկին ձերբակալել են, էլի ես գրեցի, էլի լիքմար, տեսա բաց են թողելու ման։ Ժողովուրդ ջան, նայեք։ Բաց թողելը իհարկե ահավոր է։ Հա, մենք այդ ճանապարհը անցնում ենք ու սաղս այնքան ենք հիաստապված, որ այ մարդուն բռնի բաց թողին բան։ Ժողովուրդ ջան, բաց են թողում մինչև դատը։ Հիմա մուկին, եթե բռնել են, причем ես Մղճանի հետ շատ ուժեղ կապեր ունեմ։ Ես գիտեմ Մղճանում ինչ է կատարվում, անձնական կապեր ունեմ այնտեղ էլի։ Գիտեմ Մղճանում ինչ է կատարվում, դա էլ մուկի են բանն է, գնիզդոնը։ Հիմա թե իրան բաց կթողեն մինչև դատ, թե արդեն կպահեն այնտեղ եւ այլ, բայց իմ համար կարևորը որ հարուցված է գործը իրան ձերբակալել են։ Ինքը էլ Հայաստանից չի կարա դուրս գա։ Էլի հեսա հիվանդանալու է, հա, հեսա պատմությունները, հեսա всё հիվանդ եմ, ռակ եմ, սիրտը սաված, գլուխը սաված, ես ինչը սաված, թորս հիվանդացավ եւ այլ, դա սա հասկանալի է, ում բռնում է, սա հիվանդանում են։ Բայց իմ համար կարևոր է որ քրեականը հարուցվել է, ես հուսամ, որ ինքը նստելու է։ Պատմություն կա մուկի մասին, որ խոսում ենք պաշտոնյա մարդեր, բանը ուժային կառույցներից։ Ասես Գորջան, հիմա դրոշակներ են դնում, Հայաստանի քարտեզներ, ասես դրոշակներ են դնում, մուկի օբյեկտները, բանը, մուկի բանը, սեփականությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սա Հայաստանի Հանրապետությունը կարմիր ֆլագ դարավ։ Սա sense դրել էր։ Չուրախանան որ բռնել են։ Այս փաստով եմ ուրախանում։ Հիմա բաց կթողեն, բաց չեն թողնի եւ այլ, այսօր վարով ունենք այն, ինչ ունենք, այսօր ձերբակալել են։ Փառքասու։ Բաց կթողեն, հա, իսկ ասեմ նիգաջայի։ Եթե մինչև դատ են բաց թողել, դա ուրիշ հարց է։ Ուզում եմ խոսամ մի հատ բանի մասին։ Ուրեմն երևի մի շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանը խոսած, որ իր կյանքին սպառնում են, ինքը բրանի մեքենա է ուզում։ Վերջնի ասեց, ես բրանի մեքենա պետք է վերցնեմ, որովհետև ինձ սպառնում են, կյանքի սպառնում են։ Ուրեմն իմ ազգային ժողովի նախագահ Ալեն, ты знаешь, как я к тебе отношусь? Очень хорошо, очень. Но Եթե դու ես ուզում բրանի մեքենա վերցնես, բայց ինչ անեմ, եղբայր ջան։ Ես 100-ից ավել ստացել եմ սպառնալիք, որ ինձ խփելու են։ Դու փոխանակ ասես, կբռնենք, մեզ того, чтобы атаковать։ Դու ասում ես բրանի ավտոմոբիլի մեջ նստելու եմ, պաղտում եմ, ես էլ տենց անեմ։ То есть դու հասկանում ես, եթե քո նման մարդու, իմ նման մարդու կարում են տենց սպառնալիքներ անեն, հասարակ մարդկանց ոնց են վախացնում։ Էնի ինչ անի։ Էնի որ դու բրանի ավտոմոբիլ վերցնի։ Դատական համակարգը քնչականը ուշքի բերեք մի հատ։ Ես խնդրում եմ այդ գործը զբաղվել, որովհետև ամեն ինչ բոլի-մենի լավ է գնում հիմա։ Քնչականը ոնց է աշխատում։ Բոլորը հիասթափված են քնչականի պատճառով կառավարությունից։ Քնչականի պատճառով։ Մի հատ էլ բան ասեմ
Ժորժան, նորից եմ կրկնում, ինչ որ մեկը ֆորմա Ամերիկայով, որ ինձ չի ճանաչում, կյանքում չի տեսել։ Ինչ որ վատ բաներ այն մասին խոսում, բան անում եւ այլն։ Ժորժան, մի հոգի, մի հատ մարդ բերեք դրեք դեմս, ասեք կորը իրան վատություն արել։ Ես բացի օգնելուց ոչ մի վատություն չեմ արել, ոչ ոքին։ Այս բևերա դաշնակները, որ sense ֆռում, sense բաներ են ասում։ Զանգեց ինձ Էմֆիա ջան, ասել եմ ձեզ, որ եթե կրված տղա է, մի րոպեում բռնվում է, կրվածա թե չէ։ Ասել են, չէ, էֆիրում, հա։ Այս տղու ես խոսացինք բուկվալ մի քանի րոպե, ասում եմ, «Սա ինձ սաղ բարձա, ես էլ իր մասին ասեցի, ես հեգացա, հասկանում եք, այնպես վեհություն ստացա այդ մարդու հետ շփվելով։ Հիմա իր հետ ընկերացել ենք, մենք շփվում ենք այդ մարդու հետ։ Որտեվ կրված տղա է։ Արա ադմիրալ Սամոն, արա դուշման, արա էսի, ընդեղ գնաց, արա ցավը տանեմ։ Բայց այդ մարդուն եկել էին, ականջին լցել էին, ես իբր թե իր մասին վատ բան եմ ասել։ Այ ցավը տանեմ։ Ով է այդում այդ մուտիտները, դաշնակցականները սենց անում։ Խեք անում, արա։ Դասի, այդտեղուն հիշեցի Արսեն Հակոբյանի մասին էլ ասեմ, Ժողովուրդ ջան։ Իր այդ մեկ զանգվում ենք, խոսում ենք, ինքը լավ է։ Ու ես հավատում եմ, որ ինքը Հայաստան վերադառնալու է։ Մի օր, ինքը որ ինքը հա, մի քիչ ջղայնացած է, բանա, բայց ինքը Հայաստան այնքան է սիրում, որ ինքը վերադառնալու է, ես գիտեմ դա։ Там ничего конца. Так, теперь к вопросу Израиль-Иран. Перейдем. Ժորժան, ուրեմն դուք տեսել եք իմ ինտերվյուն Դմիտրի Բրիկմանի հետ, առանձին իմ էֆիրները, որ ես Իսրայելը այսքան գովում էի։ Իսրայելը Հայաստանից փոքր է, տերիտորիայով։ Իսրայել ընդհանրապես ոչ մի բան չունի։ Եթե մենք հլը ունենք պղինձ, մալիբդեն, ոսկի հանք, հա, sense բաներ ունենք եւ այլն, Իսրայելը, եթե մեկը դինեք Իսրայել, դուք չեք պատկերացնում, սա կավա։ Այնտեղ ոչ մի բան չկա։ Իրանք կարացան այդ երկիրը բարձրացնեն տենց, այդ մակարդակի։ Ու հիմա իրանք 100 միլիոնանոց Իրան տեսակ ինչ արին։ Սա վիշի օֆիցերների խփեցին։ Ядерные физикների խփեցին, ученых խփեցին։ Իրանբամբիլ Իրան։ Եթե Իսրայելը Իրանի հետ սահման ունենար, скорее всего Իրանը խփեր կանցներ, որովհետև ժողովուրդը շատ է, ցածկի Իրանը 100 միլիոն է, Իսրայելը 9 միլիոն է։ Բայց որ հերո են տեխնոլոգիան այնտեղ դեր խաղում, այնտեղ Իսրայելի դեմ խաղ չկա։ Հա, Իրանը հիմա պատասխանել է, այնտեղ դժոխ կա, թե այնտեղ դժոխ կա լինելու եւ այլն։ Բայց դուք հասկանում եք, այդ փոքր երկիրը ում է կարում հարվածի ու հաղթեց, հլնայք ինչ արեց, այսօր վարով իրանք հաղթած են։ Ճիշտ դաշնակիցն է։ Ճիշտ դաշնակիցը ընտրեց Իսրայելը, որովհետև ոչ թե մեր նման այդ բամնամս թե ինչ անեմ, այդում եմ Ռուսաստան գնացիք, կերակ, ամովեր, էլի ուտեք։ Ժամանակն է եկել, այո, Նիկոլե ինչ որտեղ ճիշտ է անում, ինչ որտեղ սխալ, բայց հա Ռուսաստանից փշի-փշիով պետք է հեռանալ, չի կարելի ռադիկալ քայլեր անել, Ժողովուրդ ջան։ Մենք բոլորս խելքով մարդ ենք, հա, հասկանում ենք, որ ռադիկալ չես կարա Ռուսաստանն ասես, всё։ Բայց այդ փշի-փշի անելով մենք միանում ենք Եվրոպային։ Մենք եկել տենում ենք Ֆրանսիայի հետ ստրատեգիական партнерство, եկել Ամերիկայի հետ ստրատեգիական партнерство։ Եկել Ֆրանսիայից է զենք մտնում, Հնդկաստանից է զենք մտնում, բայց он умудряется это делать так, что ռուսները հələ հույս ունեն, որ մենք իրանց հետ ենք փշի-փշի։ Այո, տես պետք է։ Այսի Արադ Միրզյանի գործն է, кстати, за что Արադ բրավո։ Ու հիմա այսօրվա օրով Ժողովուրդ ջան, ես չեմ կարող ասեմ, որ ես Իսրայելի կողմից եմ։ Որ Սյունիքի հարցը չեղավ, դա Իրանն էր այնտեղ։ Ամենամեծ դերը այնտեղ Իրանը խաղաց, հետո Ֆրանսիան։ Այդ նրանից չի, որ Իրանը մեզ տենց շատ է սիրում։ Չնայած մեր հանդեպ ինքը շատ լավ է միշտ եղել, բայց այդ նրանից չի, որ շատ է սիրում։ Ինքը իր հետաքրքրություններ ունի։ Իր սահմանը կտրեն, ընդհանրապես Տյուրսկի միր դառնա։ Ինքը չի ուզում։ Դրա համար мы с Ираном естественные союзники. А это мощная страна. Ադրբեջանին ինքը կհոշոտի։ Ու կստացի, շատ հնարավոր է, որ դա տենց է լինի, ես չեմ ասում կլինի հաստատ, բայց եթե շարունակվի, դա շատ հնարավոր է, որ Իրանը շատ լավ գիտի, որտեղից է Իսրայելի բաները գալիս։ Որտեղից է գալիս, որտեղից է ռազմական եղել, որտեղից ամեն ինչ եղել։ Իրանք Ադրբեջանի տերիտորիայում իրանք ռազմական բազաներ ունեն եւ այլն։ Բայց то, что операцию они провели блестящую, իսկ մենք մինչև հիմա ընկած սրբազան ենք հեռացնում, չենք կարող հեռացնենք։ Նիկոլե Դավաճան, այս ասֆալտը տեսեք, սենց եմ անում, բանը փոկվավ եւ այլն եւ այլն։ Իսկ դեպի Իրանի կողքը հենց բիսպիլոտիկների բազա էր սարքել Իսրայելը ու խփեց իրենց օբյեկտներին։
Մենք մինչև հիմա ասֆալտը սենց է ջարդում։ Այդ մակարդակին ենք մնացել։ Կամ դրոշ ենք վառում։ Ես Թուրքիայի դրոշը վառեցի, հաղթեցինք, բրծանք։ Դրա համար էլ եմ ասում, այս բանը որ բացվում է, այս 500 միլիոնը, այս մակարդակը որ տալու է Հայաստանին, Ժորժ ջան, դա կզգացվի մի քանի տարի հետո։ Ինչ ուղեղ է մտնելու Հայաստանը, որ այդ մակարդակից բարձրանալու է մեր ժողովուրդը։ Աստվածտա։ Հատ էլ բան ասեմ, կանցլեր Գերմանիայի Մերց Տրամպի հետ հանդիպման ժամանակ ինքը իրան տղամարդ ցույց տվեց։ Трамп показал себя быдло и ублюдок. Кем был, тем себя и показал. Во время переговоров Мерце, Германия канцлера, ասում է այսօր է, որ Ամերիկայի զորքերը երկրորդ համաշխարհային պատերազմին մտան Եվրոպա, Трамп ասում է, այդ օրը ձեր համար վատ օր էր, չէ՞։ Быдло. Мерц себя как мужчина показал. Он ответил, это для нас был хороший день. Нас спасли от фашизма, от нацизма. Ժորժան, Գերմանիան այն երկիրն է, որ ինքը զարթեց, իսկ ինքը զարթեց։ Գիտեք, չէ՞ որ Գերմանիան երբեք մի պետությանը պատերազմ չի հայտարարում, որովհետև կհոշոտի, այստեղում կհոշոտի։ Ինքը օպտիմա գնում միանգամից։ Սա աշխարհին պատերազմ հայտարարում։ Երկու հատ համաշխարհային, երկուսը Գերմանիան հայտարարեց։ Իրանց դեմ խաղ չկա։ Որ երկիրը սահման ունի Գերմանիայի հետ, այդ երկիրը լավ ապրում։ Անկամ երկիրը, որը սահման ունի Գերմանիայի հետ, ով մոտիկա Գերմանիային, այդ երկրի մասը, ավելի լավ ապրում, քան այն մասը։ Ցանկացած երկիր, որ վերցնեք, տենց է։ А немцы проснулись. Здравствуй, Россия. Мало не покажется. У меня отель бан Ժորժան, խոսեմ ռազմարդյունաբերությունից։ Ժորժան, լավ կոնտրակտի է գալիս Հայաստանը հիմա։ Չտեսնված բան անելու։ Չտեսնված բան։ Ու շատ կզարմանաք, այս 500 միլիոնը որ բանը բացում է Հայաստանում, դա դեմ երեխա է։ Դուք կտեսնեք շատ լավ նորություններ շուտով։ Հա, աճում ենք։ Չնայած ամբողջ սխալերին, չնայած բանին, չնայած Ավինյանի սխալերին, չնայած այն մեկի սխալերին եւ այլը, բայց աճում ենք։ Ժողովուրդ, այս բանը ոնց որ հիմա է կատարվում Հայաստանում չի եղել, երբեք չի եղել։ Մենք հիմա պետություն ենք, հազիվ պետություն ենք։ Ում դուրը չի գալիս, այդ համ Ռուսաստան բա մնամ ստե ինչ անեմ, գնացեք։ Թող մնա Հայաստանում 2 միլիոն ասել են, բայց մնա հայ։ Ոչ թե ռուսի սապոգը լեզող, այն մեկի սապոգը լեզող եւ այլը։ Ու նույնը Իսրայել-Իրան պատերազմի բանով ժողովուրդ, մենք ռադիկալ շպեկա լինենք։ Մենք պետք է նայենք Հայաստան ինչն է օգուտ։ Всё։ Ոչ ոքի կողմը։ Հա, ես Իրանին շատ շնորհակալ եմ այսօրվա օրով, բայց մենք պետք է նայենք մեծ որն է օգուտ։ કોઈ ճանապարհով շարժում ենք։ Մոռացեք, մենք ընկել ենք էսյա, լավ, Անգլիայի պրեմիեր-մինիստրը լավն է թե վատն է, այն մեկը լավն է թե վատն է։ Չէ, ժողովուրդ ջան։ Լավն է մեր համար, ուրեմն всё։ Թող սաղի համար վատ լինի, մեր համար պետք է լավ լինի։ Թուրքերից դիվանագիտությունը սովորեք։ Սաղի հետ շիփշի անելով, սաղի հետ բան, ոչ ռուսի հետ արա բան պրատիվնիկ, ոչ Ամերիկայի հետ է պրատիվնիկ, ոչ Իրանի հետ է պրատիվնիկ։ Այսինքն սաղի հետ բան անելով, այսինքն շիփշի անելով, սաղին բան անելով, սաղ մեր հողերը այսինքն կծեցին կերան։ Մենք մեզ համարում ենք ամենախելքովը։ Մենք խելքով ենք իրար հետ, իրար քսելով։ Ոչ, պետք է հիմա պետական մտածելակերպ լինի մեր մոտ։ Արմենիա прежде всего։ Ով ուզում է թող շոտի։ Հայաստան պետք է ուղղվի դրանից։ Իսկ այդ կոնտրակտի համար ժողովուրդ ջան, ես էլ եմ ասում շուտով ժամանակը կգա, դուք կապշեք Հայաստանի ստորագրած կոնտրակտով։ Ինչ լավ է լինելու բանը, ոչ թե ինչ լավ է լինելու, ինչ լավ լուր եք ստանալու։ Լավ է, գրկում եմ ձեզ բոլորին սիրում եմ։ Լավ եք։